Հստակ նշված կոորդինատից մեքենան վերցնում է ուղևորին եւ տեղափոխում վերջնակետ։ Ճանապարհին հանդիպելով հետնյոտների, լուսացույցների կամ այլ իրավիճակների արձագանքում է համապատասխան կերպ։ Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի երիտասարդ գիտնականներն իրենց մշակած ալգորիթմով մասնակցել են ամերիկյան կառավարման գիտաժողովի շրջանակում անցկացվող ինքնավար մեքենաների ուսուցողական մրցույթին։ Աշխարհի 36 համալսարանի 49 թիմի հետ մրցակցության արդյունքում 11 այլ թիմերի հետ անցել են եզրափակիչ փուլ։ Իմ դերը եղել է աշխատանքում իրականացնել քարտեզագրումը եւ ճանապարհային նշանների ճանաչումը, խոչընդոտներից խուսափելու եւ ճանապարհային կանոններին հետևելու համար։ Մրցույթին ուսանողները ստուգել են իրենց կարողությունները ինքնավար մեքենաների նախագծման եւ մշակման ոլորտում։ Այժմ թիմը պատրաստվում է իրական փորձարկումներով Դենվերում մասնակցել եզրափակիչ փուլին։ Ես իրականացրել եմ այս պրոյեկտում ճանապարհի օպտիմալ պլանավորումը, որտեղ խնդիր էր առաջացել ընտրել այն օպտիմալ ճանապարհը, որտեղ պետք է շրջանցել այն ճանապարհները, որտեղ ավելի շատ են լուսացույցները, արգելքները եւ անցումները։ Կենտրոնի մեկ այլ թիմ վերջերս անօդաչու թռչող համակարգերի միջազգային կոնֆերանսի շրջանակում մասնակցել է ԱԹՍ-ների ուսանողական մրցույթին զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Դառնալով մրցույթին մասնակցած ամենաերիտասարդ թիմը, առաջադրանքը եղել է ԱԹՍ-ների խմբի տեղաշարժի ապահովումը քաղաքում մարդկոցից նվազագույն էներգիայի օգտագործման միջոցով։ ԱԹՍ-ները հայտնաբերել են առուկամար կետները, ստացել դրանց կոորդինատները, որոնք օրինակ ներկայացնում են աղետի օջախները քաղաքում։ Մեզ համար շատ կարևոր է Հայաստան ներկայացնել միջազգային հարթակներում, ինչպիսիք են հենց այդ ԱԹՍ-ների մրցույթը, որը էլի բավական հայտնի միջազգային ԱԹՍ-ների կոնֆերանսի ժամանակներում իրականացվում եւ նույնը այս մրցույթի պարագայում ինքնավար մեքենաների, որը ամերիկյան միջազգային կոնֆերանսի շրջանակներում է իրականացվում եւ մեր համար շատ ողջավորություն է, քանի որ բացի նրանից, որ արդեն երկրորդ հորիզոնական են գրանցել, արդեն նաեւ մեր ուսանողները երկրորդ խումբ ուսանողների հուլիսին կմեկնի Դենվեր քաղաք Ամերիկայի ներկայացնելու իրենց ինքնավար մեքենաների հետ կապված մշակումները։ Ասում են կշարունակեն մասնակցել մրցույթներին, բայց արդեն նաև ժամանակն է տպագրել գիտական հոդվածներ ու ապահովել այս ալգորիթմների կիրառությունը արտադրությունում։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։